Ես ինչի պետքա փակեմ հաշիվը այն տղամարդու հետ, ում հետ պատրաստվում եմ կիսել կյանք։ 6 ամիս շարունակ ես խորը դեպրեսիայի մեջ եմ եղել, բայց դրա մասին որևէ մեկը էկրանից այն կողմ չի գուշակել։ Համաձայն ես, որ ինտրիգային ես ու համարձակ։ Ես չեմ կարծում, որ համարձակի օրինակ եմ։ Արտաքին մեծացնել, փոքրացնել, չգիտեմ, այնտեղ քիթ հետ շուրթերը, չգիտեմ, ինչպես բաներ չեմ անում։ Եթե ունենում ես շատ հետևորդներ, բիզնես ստեղծելը դառնում է շատ հեշտ։ Եթե այդպես լիներ, ես կունենայի գեղեցկության սրահ, սրճարան, եղել է դեպք, որ գնացել եմ հարցազրույցի, բայց դրա մասին գիտեմ ես, ու մեկ էլ այն մարդով հարցազրույց է վերցրել, որովհետև դա եթեր չի հեռարձակվել։ Դու կարծում ես, որ իսկապես ոչ թե տեխնիկական խնդիրներ կա, այլ ես վստահ եմ։ Կարող ենք բարձրաձայնել, թե ում մոտ ես եղել հարցազրույցի։ 2 տարի առաջ ում մոտ որ նայել ես հարցազրույցը, ասում եմ լավ, մաշ ստեղ անիմաստ կռիվ չդարձնենք։ Մի երկու բան ավել ասեմ, ինձ է շփոթեց։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը եւ այսօրվա իմ հյուրն է բոլորին հայտնի Wing 21-ը, նույն ինքը Մաշը։ Ոնց ես Մաշ։ Լավ, շնորհակալ եմ Անջան։ Այստեղ եկել եմ բարձր տրամադրությամբ ու կարոտած։ Ընտիշ։ Առաջարկում եմ մինչև մեր հիմնական զրույցին անցնելը մի հատ քո մասին քիչ հայտնի տեղեկություն ճշտենք քո մտերիմների միջոցով։ Ում ես ավելի հաճախ զանգում։ Իրենին 24/7 կապի մեջ ենք։ Երևի իմ հետևորդները գիտեն, որովհետև նույնիսկ սթորիներում միշտ կա։ Դե գնացինք։ Զանգում ենք։ Այո։ Լավ, լարվում եմ։ Իր ոնց ես։ Լավ, կյանքս լսի հաղորդման հյուր եմ։ Ստեղ ինձ ասցին զանգի այն մարդուն, ում հետ ամենահաճախն ես խոսում, զանգի Իրեն ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իրեն ջան, մենք Մաշի հետ հաղորդման ենք մասնակցում եւ ուզում ենք ձեր միջոցով Մաշի մասին տեղեկություններ գաղտնազերծենք։ Ահա։ Ինչ գիտեք, պատմեք։ Ինչ տեղեկություն եք ուզում։ Քիչ հայտնի, հետաքրքիր, արտասովոր, որ մենակ դուք գիտեք։ Մենակ ես չէ, բայց կարամ ասեմ մենակ են, որ իրա մոտիկ, այդպես շատ մոտիկները գիտեն։ Գնացինք։ Ավելի ճիշտ կլինի։ Տեսեք իրա մասին, այդպես մարդիկ ընդհանրապես էկրանից այն կողմ են ինֆորմացիան, ոնց որ անցալում իր մասին այդպես կարծիք կազմում, մտածում են էկրանից այն կողմ ոնց ինքն է, չնայած ինքը իրեն մաքսիմալ էմոցիոնալ է փորձում պահի, բայց այդպես չի էլի էկրանից այն կողմ, Instagram-ի հարթակում էլի իրականում ավելի ինքը sense որ իրան ճանաչում են, ասում են վաու դու քո մեջ այսքան էմոցիա կա կամ այսքան կյանք կա քո մեջ, այսքան sense բուժուր երեխա կա ապրող։ Իրեն ջան, բայց շատ տուպուշ բաներ եք պատմում։ Մի քիչ հետաքրքիր սկանդալային։ Մի քիչ ահա, որ ագրեսիվանում է, այդ շատ վատ է իրան ագրեսիվացնել։ Ինչ անում, որ ագրեսիվանում է։ Ինչ չի անում, այդ պահին չի խղճա, կծեցի հաստատ։ Բալիում էինք իրար հետ, չեմ հիշում ինչ եղավ, ինչ որ ինձ ասեց սուս մնա, դե ես էլ սուս չմնացի այդ պահին, շատ ցավում եմ, որ սուս չմնացի այդ պահին, պետք չէր տենց, բայց սկզբից ուրեմն ձերը բաներ, փայտից սաներ էր, պրպեց վրես, տենց փախա, չկպավ ինձ, բայց հետո այդ սանը վերցրեցի, գնացի հետևից, որ ես էլ իրա վրա շպրտեմ այդ սաները, բայց իրան չկպավ, ու ինքը այդ պահին տենց ինձ վերցրեց, ու սենց մեջկանց այն բարբայա, ինչ այդ սպորտաձև, սենց մեջկանց ինձ շպրտեց։ Չկարա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, սխալ մարդու էի զանգել։ Չեմ հավատում։ Հա, ես ֆիզիկապես ոչ միայն ֆիզիկապես, շատ ուժեղ է։ Անին ուժեղ է։ Գիմնաստիկա է։ Սենց վերցրել ես Իրենին։ Հա։ Ու նետել ես։ Որտեղ ես նետել։ Փոքր sense աստիճաններ կար։ Չպատմեցի լավ։ Իրականում ուղղակի հունից հանեց շատ, հիշում եմ, որ սենց պրոստը նոն-ստոպ խոսում էր, իսկ ես մի քանի անգամ ստոպ, այն որ ասում է ստոպ սլովը, սուս մնա, մի ասա, սուս մնա, ինքը անցավ բոլոր այդ գծերը, իմանալով, թե ինչ կլինի։
Ես արդեն վախենում եմ, մաշ, մի երկու բան ավել ասեմ, ինձ է շփոթեց։ Մերսի շատ։ Մերսի Իրեն ջան։ Անցնենք մեր հիմնական զրույցին, մաշ, վերջին շրջանում դու գրեթե որևէ հարցազրույց չես տվել, շատ пассив ես։ Ինչու։ Չեմ գնում հարցազրույցների։ Բավականին տևական ժամանակ կլինի, ճիշտ ասած, չեմ էլ հաշվել ինչքան ժամանակ է կազմում, բայց հա, ճիշտ ես նկատել։ Վերջին հարցազրույցը ես 2 տարի առաջվան գտա։ Հա։ Եղել է դեպք, որ գնացել եմ հարցազրույցի, բայց դրա մասին գիտեմ ես, ու մեկ էլ այն մարդով հարցազրույց է վերցրել, որովհետև դա եթեր չի հեռարձակվել, չնայած որ ծիծաղելու բան ասեմ, այդտեղից դուրս գալուց ընկերուս հետ էի, հենց այդտեղից դուրս գալուց ասացի, կտեսնես, այս հաղորդումը եթեր չի հեռարձակվելու, ես զգում էի, իսկ ես բավականին լավ կան չէ մարդիկ, որ զգում են, այ Իրենին դա էր պետք հարցնել, ես շատ լավ էներգետիկ առումով ճիշտ կանխագուշակումներ եմ կատարում։ Բայց ինչն էր պատճառը, որ այդպես էիր զգում։ Երևի տվեցի այն հարցերի պատասխանը, որը այդքան էլ կոպիտ կհնչի անջան, բայց երևի ձեռնտու չէր լսելը, չեմ կարող ասել։ Բայց այո, հարցազրույցը եթեր չհեռարձակվեց, հնչեց այնպիսի հարցեր, որոնք դե կներեք, եթե կա հարց, ուրեմն կա պատասխան, ու պետքա լսել պատասխանը, այդպես։ Չեմ սիրում, երբ որ լրագրողը, ես էլ եմ լրագրող, պետքա պրոֆեսիոնալ լինի իր գործում, եթե դու պրոֆեսիոնալ ես, դու պիտի օբյեկտիվ գտնվես, եւ քո սուբյեկտիվ կարծիքը չփորձես սուբյեկտիվ կարծիքների միջոցով կամ հարցերի միջոցով մարդուն բարձրացնես կամ իջացնես։ Ես շատ լավ գիտեմ այդպես ոնց արում, որովհետև էլի եմ կրկնում, ես ինքս լրագրող եմ, ես շատ լավ գիտեմ, թե դու ինչ հարցաշարեր կարող ես կազմել, որպեսզի մարդուն աստիճաններով բարձրացնես եւ վերև եւ ինչ հարցաշարեր կարող ես կազմել, որպեսզի մարդուն իջացնես ներքև։ Բայց յուրաքանչյուր հարց ունի իր պատասխանը եւ եթե դու տալիս ես հարց, բարի եղիր լսել նաեւ պատրաստ եղիր լսել ճիշտ պատասխանը։ Հետո խոսել ես ում հետ որ հարցազրույցը տեղի է ունեցել հասկանալու համար պատճառը, եթեր չգնալու։ Ձայնը չէր ձայնագրվել։ Իսկ կարող ենք բարձրաձայնել, թե ում մոտ ես եղել հարցազրույցի, թե չես ուզի։ 2 տարի առաջ ում մոտ որ նայել ես հարցազրույցը, ես շատ էի ուզում հենց այդտեղ լինել, որովհետև ոչ իմ ինիցիատիվով հրավեր եղավ, որովհետև ես ասելիք ունեի, բայց այդ հարցազրույցը չեղավ, ձայնը չէր ձայնագրվել, կամ այդ հարցերից հետո ինչ է նշանակում, կարող ես Մաշջանի մի հատ էլ գալ տալ հարցազրույց, իսկ այդ էմոցիաները, այդ հարցերի պատասխանը, այդ բուրըն վիճակ, այդ լացը, այդ իսկականը, всё, հա մոռանում ենք։ Այսինքն դու կարծում ես, որ իսկապես ոչ թե տեխնիկական խնդիրն է պատճառը, այլ ես վստահ եմ։ Ես իհարկե կոլեգիալությունից ելնելով չեմ շարունակի այս հարցը, որովհետև ամեն դեպքում այդտեղ չեմ եղել եւ չգիտեմ ինչա տեղի ունեցել իրականում։ Դե այո։ Իրականում կարող է կարծիքը լինել այսպես ենթադրություններ, բայց ես էլ միամիտ աղջիկ չեմ, ոչ էլ վաղուց փոքր երեխա, ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ինքս իմ եզրակացությունները արել եմ։ Անձի նկատմամբ ոչինչ չունեմ, որովհետև բավականին պրոֆեսիոնալ եմ մոտենում յուրաքանչյուր հարցի։ Կա մարդ, անձնավորություն, կա լրագրող եւ դրանք պետքա տարանջատել։ Ինչ վերաբերվում է իմ հետագա ենթադրություններին, դա արդեն իմ անձնականն է։ Ինչ վերաբերվում է աշխատելավոճին եւ այլնին, ել եմ կրկնում, յուրաքանչյուր բան լրագրողի ձեռքում է վերև բարձրացնելն էլ, իջացնելն էլ եւ հարցեր գրելն էլ եւ ես յուրաքանչյուր հարցում միշտ սիրում եւ գնահատում եմ այն մարդկանց, ովքեր առաջին հերթին մարդ են մնում եւ տոլերանտ են, որովհետեւ տոլերանտ լինելը դա քո հյուրի հանդեպ առաջին հերթին դու պետք է լինես, որովհետեւ նա հարգել եւ եկել է քեզ հյուր եւ հետո մտածես քո ռեյտինգի մասին։ Նաև չես երևում հեռուստատեսությունում, որովհետև մի շրջան կար, երբ ակտիվ կերպով տարբեր նախագծերում էիր եւ քեզ քննարկում էին տարբեր լրատվամիջոցներով։ Հիմա կարծես այդ ամեն ինչը մարել է։ Ինչու։
Չի մարել, ես եմ այդպես ընտրել, որովհետև հանգցրել։ Իրականում, երբ որ դու մեծանում ես, գնալով քո հետաքրքրությունները այլ են դառնում։ Ես սիրում եմ այդ ամենը, բայց ներկա պահին չեմ կարող տարբեր տեղեր կիսվել, կոպիտ ասած, ու պետք է կենտրոնանամ այն գործի վրա, որը էլ ավելի իմն է, էլ ավելի այս պահին ինձ կարող է հաջողություն բերել իմ համար, կարևոր կետերում լավ է, որ ես դա արել եմ, ես գիտեմ դա ինչ է, գուցե էլի կրկնեմ, ժամանակս եթե ների սիրով։ Քեզ այս փուլում չի հետաքրքրում հեռուստատեսությունը, հեռուստատեսային նախագծերը։ Հետաքրքրում է, ես դրա համար ժամանակ չունեմ։ Հետաքրքրում է։ Ժամանակ չունես, որովհետև նաև ունես քո բիզնեսը, որի մասին դեռ կխոսենք։ Հիմա դեռ ուզում եմ մի փոքր Instagram-յան հարթակից խոսենք։ Այսօր Instagram-ը ստեղծում է իդեալական կյանքի պատրանք, որի ստեղծողներից մեկն էլ ինչ որ առումով նաև դու ես, որովհետև ակտիվ կերպով Instagram-յան բլոգ ես վարում։ Բայց պատրանքի հետ ես կապ չունեմ։ Տես, որովհետև բոլորս ցույց ենք տալիս լավը, դրականը, իդեալականը, անկախ նրանից բլոգեր ենք թե ոչ, եթե բլոգեր ենք հիմնականում, եթե չենք խոսում վատից, ապա դառնում ենք ինչ որ առումով այդ պատրանքը ստեղծողը։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչ կա քո կյանքում, ինչպիսին է քո կյանքը, այդ իդեալական շքեղ Instagram-յան նկարներից դուրս։ Այստեղ մի քիչ համակարծիք չեմ լինի, առաջ ավելի տենդենսը դրան էր տանում եւ մարդիկ վախենում էին խոսել իրենց խնդիրներից, իրենց թույլ կողմերից, էմոցիաներից, իսկ հիմա բավականին հակառակը, նույնիսկ ավելի շատ շեշտը դնում են դրա վրա, որովհետեւ իսկականը ավելի սիրելի է, ավելի հոգեհարազատ է, իսկականը, մի խոսքով այդ ուրիշ է։ Ես ամեն դեպքում երբեք չեմ խափում, այն ինչ որ կա, այդ սուտ չի կա, իսկ էմոցիոնալ առումով ես մի հատ բնավորության գիծ ունեմ, երբեք երբ որ թույլ եմ լինում, վատ հոգեվիճակում եմ լինում, փորձում եմ դա իմ մեջ հաղթահարել եւ անցնել։ Եղել են դեպքեր, որ հենց կոնկրետ 6 ամիս շարունակ ես խորը դեպրեսիայի մեջ եմ եղել, բայց դրա մասին որևէ մեկը էկրանից այն կողմ չի գուշակել։ Այ դրա մասին եմ ասում։ Բայց դա իմ ոչ թե ես տենց ուզում եի ցույց տալ միայն իդեալականը, չէ, դա իմ բնավորության գիծն է։ Ես տաննել եմ այդպես։ Ես իմ խնդիրներով ոչ մեկին նեղություն չեմ տալիս։ Անցնում եմ մենակս։ Հիմա չգիտեմ լավ է, վատ է, բայց ես այդպեսին եմ։ Միշտ փորձում եմ կիսվել սիրունով, լավով, ուժեղով, փորձ լինեմ մարդկանց համար ու օրինակ, որ չվախենան որևէ բանից, բայց մարդ ես էմոցիոնալ ու լիքը տեղեր բնականաբար կարաս լացեսել, կարաս նեղվեսել, կարաս հիասթափվեսել, մի փոքր առաջ էլի անջան խոսում ենք հիասթափությունից մի օրինակով, բնականաբար դրանք էմոցիաներ են։ Ես մի հարցազրույց տալուց հետո, ինչու եմ ես չեմ տալիս հարցազրույցներ, որովհետև ինձ 2-3 օր պետքա վերականգնվելու համար, ես էներգիա եմ տալիս, ես ինֆորմացիա եմ տալիս, ես չգիտեմ դրանից հետո ինչ կլինի, որովհետև անթիվ ու անհամար մեկնաբանություններ, յուրաքանչյուր ունի իր կարծիքը, ու դու չգիտես թե դու ոնց կընկալվես հանրության կողմից։ Գուցե նաև այդ ոնց ընկալվելու վախն է, որ երբեմն ստիպում է վատից կամ էմոցիաներից անկեղծ, որոնք որ դրական չեն, չխոսել Instagram-ում։ Եթե խոսեի ավելի կսիրեին, որովհետև մարդիկ միշտ սիրում են այս վերջերս մանավանդ, եթե նույնիսկ դարձրել են դա զենք։ Լացենք, մի քիչ խեղճ երևանք, ցույց տանք մեր թույլ կողմերը, որ մեզ խղճան սիրեն։ Չէ, ես տենցը չեմ։ Ես գիտեմ, որ դա շատ լավ աշխատում է, որովհետև ես ինքս 10 տարիա վարում եմ բլոգ եւ այդ ամեն ինչի մասին հիանալի կերպով գիտեմ։ Չէ, ուղղակի ես դա չեմ սարքում զենք։ Իսկ եթե օգտագործեի օգուտ ինձ, բայց լավ բան ես ասում, արժի։ Իսկ եթե ասում ես, որ ցույց ես տալիս միայն դրականը լավ է, այ դա չի ստեղծում այդ իդեալականության պատրանքը, որ ամեն ինչ միշտ միայն դրական է ու լավ։ Այսինքն տես, քեզ հետևողները նայում են, ասում են, ինչ լավ կյանք ունի Մաշը, ես էլ եմ ուզում, բայց շատ լավ թող մոտիվացվեն։ Դրա հետևում լիքը դժվարություններ կա։ Ովքեր որ ինձ հետևում են մանավանդ սթորիներով, հնարավորինս հասկանում են, ըմբռնում են։ Ես տարանջատումներ ունեմ։ Ես գիտեմ ինչա իսկական կյանքը, ինչա Instagram-ը, ու նաև գիտեն իմ ընկերներ, իմ հարազատները։ Ես երբեք չեմ խաղում։ Ես ոնց տեղ եմ, նույն կերպ իմ տանն եմ, իմ աշխատասենյակում, ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր որ ամենտեղ մի կերպ են։
Մաշ որն է եղել քո կյանքում վերջին շրջանի շրջադարձային կետը։ Շրջադարձային, ոյ, ինքան մեծ հասկացողություն է։ Լսի, ես մի բան հասկացա, որ չպիտի դարձնես մի մարդուն քո կյանքը ու կառուցես մեկի շուրջ քո կյանքը, որովհետև այդ նույն պահից կարա վերջան այդ ամենը ու դու մնաս sense ասես, օքեյ, ես մենակ եմ հենց հիմա։ Չէ, դու պետքա տարանջատես ու բոլորը ունենան իրենց տեղն ու դերը։ Շատ կարևոր է։ Այդպիսի փորձ ես ունեցել։ Ունեցել եմ, այո։ Բայց երբեք ես փորձում եմ ամեն ինչից մի բան սովորեմ, ոչ թե վատով նայեմ, ասեմ, դե վատը վատա, կա ինքը փաստա, ինքը չես կարող ոչ մի իր այդ անես, գոնե փորձում ես սովորես, չկրկնես։ Շրջադարձայինը էդ էր, որ որոշեցիր, որ չպետքա մենակ իր շուրջ կառուցես կյանքդ ու ունեցած ամեն ինչ։ Ես հիմա այսպես եմ էլի, ընկերները իրանց տեղն ունեն, տունը, գործը գործ, այսինքն բոլորին պետքա իրանց չափով տրամադրես ժամանակ եւ սեր, ոչ թե 11-ին, հետո նայես կողքերը դու հասկանաս, լավ, բա այս մարդը որ գնաց, ես ինչ եմ անելու։ Всё, հա, ես մենակ եմ։ Հա, ես մենակ եմ։ Միշտ այս խոսակցություններ եմ լսում, տիպա չես կիսվել, չես ասում, բայց մենք գիտենք, մենք լսում ենք, բան։ Հարգել եմ միշտ դիմացինիս կարծիքներ, որոշումներ, որովհետև երբ որ անձնական է, դրա մեջ մեկը չի, երկուսն են։ Ու եկել ենք ընդհանուր մի կարծիքի, բայց մի քիչ սխալ եմ էլի եղել, պետք չէ այդքան բարի լինել։ Պետքա մի քիչ էլ աղջիկական բան ունենալ ու ոնց շարունակական տեսա անում են իր հետ։ Մի հարցազրույցում ասել ես, որ եթե ուշադրության կենտրոնում չլինես, կնեղվես։ Այդ էր պատճառը, որ ինչ որ լուրջ։ Հա։ Ցույց կտամ։ Որ թվականին։ Մի քանի տարի առաջ։ Ահա։ Okay։ Այդ էր պատճառը, որ ի սկզբանե հանրության բնորոշմամբ հանդես եկար համարձակ կերպարներով, որ ուշադրությունը միշտ լինի։ Չէ։ Իմ համար դա համարձակ չի։ Ես ճիշտ ասած չեմ էլ մտածել, որ օրինակ այդպես վերնագրեր եմ տեսել համարձակ, ինտրիգային։ Դրա համար եմ ասում հանրության բնորոշմամբ։ Չէ։ Ես սիրում եմ սիրունը, ճիշտ ասած անկեղծ փոքր ժամանակվանից ստացվել է այնպես, որ մարդիկ կան, չէ՞ որ էներգետիկ դաշտ ունեն, իրենց կողքը հավաքում են միշտ։ Միշտ ցենց ես ուշադրության կենտրոնում եմ եղել, լինելով ինքս լինելով բավականին անկեղծ ինտրովերտ կերպար։ Ես սիրում եմ մենակ մնալ, ես սիրում եմ ինքս ինձնով լինել, փակվել, այդ կապ չունի, որ տիպը դու սիրում ես լինել ուշադրության կենտրոնում, բան, չէ։ Տեսակով ես այնպեսին եմ, որ ես սիրում եմ, որ եթե ինչ-որ բան անում եմ, լավը լինի եւ լավով դու ուշադրություն գրավես։ Մի քիչ սխալ է երևի, սխալ եմ կամել այդ ժամանակ բացատրել ինչ եմ ուզում։ Հետո հասկացա, որ ինտրիգային է իմ կերպարը։ Դες համասում ես համարձակ չի, բայց համել ինտրիգային է ասում ես։ Դե տենց լսեցի, տենց հասկացա։ Ասեցին ինձ լրագրողները դրա մասին։ Համաձայն ես, որ ինտրիգային ես ու համարձակ։ Համարձակ եմ։ Կերպարներով։ Տեսակով եմ ես համարձակ։ Ես կարող եմ խոսել այնպիսի բաներ, որ մարդիկ կվախենային ասել։ Իսկ ինչ վերաբերում է ինտրիգային լինելուն, ես ավելի ինտրիգային կերպարների եմ հանդիպել իմ կյանքում եւ տեսել։ Ես չեմ կարծում, որ համարձակի օրինակ եմ։ Ну, կարող է ինչ-որ չափով, բայց ոչ տենց։ Չէ, ամեն ինչից մի քիչ։ Քեզ շատ են վերագրում պլաստիկ միջամտություններ, վիրահատություններ, ի վերջո արել ես ինչ-որ մի բան, թե չէ։ Ոյ, սաղ։ Չէ, իրականում երբ որ տեսնում են տատիկիս, մամայիս, իրանց համար միանգամից պարզ է դառնում, որ լավ պարզ է, օքեյ։ Ես շատ օքեյ եմ վերաբերվում յուրաքանչյուր մարդ եթե ունի հոգեբանական խնդիր կամ ինչ-որ բան, որ իրան խանգարում է, նա միանշանակ պիտի դա ուղղի։ Միգուցե ես էլ դրան դիմեի, բայց որևէ միջամտության չես դիմել։ Ինչ նկատի ունես արտաքին փոփոխության, օրինակ կամ վիրահատություն կամ ինչ-որ շտկում ֆիլերով կամ նմանատիպ միջոցներով։ Կոսմետոլոգ ունեմ, պարբերաբար հաճախում եմ, հեսաժամն էլ պետքա մի հատ նորից գրանցվեմ մոտը, որովհետև ժամանակը եկել է, բայց ինչ որ արտաքին մեծացնել, փոքրացնել, չգիտեմ, այնտեղ քիթը, շուրթերը, չգիտեմ, ինչ այդպես բաներ չեմ անում։ Չէ, ինչ որ պետքա, ես իմ դրսարանին դրա մասին կիսվում ասում եմ, ինչ որ կա, հələ որ այսքանը։ Բայց բնականաբար պետքա հետևես քեզ, ոնց որ չես կարա էլի
ասում եմ Աստված ոնց տվել է, տենց նու Աստծո տվածը լավ կլինի պահես, ես աշխատում եմ պահել։ Անցնենք քո բիզնեսին, որը որ ստեղծել ես։ Այսօր շատ են օրինակները, երբ Instagram-ում որևէ մեկը դառնում է հայտնի, շատ հետևորդներ է ունենում ու մեկ էլ տեսնում ենք բիզնեսը որևէ բացել։ Ու տպավորություն կարող է ստեղծվի, որ եթե ունենում ես շատ հետևորդներ, բիզնես ստեղծելը դառնում է շատ հեշտ, կարող ես միանգամից դառնալ բիզնես լեդի կամ բիզնեսմեն։ Իրականում այդքան հեշտ է։ Տես, եթե այդպես լիներ, ես կունենայի գեղեցկության սրահ, սրճարան, հագուստի խանութ, որովհետև միշտ մինչև օրս խորհուրդներ եմ լսում, որ ինչի՞ չես օգտագործում քո անունը ու բացես նման բաներ, որովհետև կա պարզ պատասխան։ Եկեք զբաղվեմ ես մի բանով, որը որի մոտ լավ է ստացվում, եկեք ես անեմ մի բան, որը որ մեծամասնություն չի անում, որը որ ես հիմա անում եմ։ Դա հենց ուղիղ համատական եւ կապ ունի բլոգի, Instagram-ի, մարքեթինգի հետ, այո։ Դրա համար այստեղ հետևորդների թիվը բացառապես կապ չունի, որովհետև ես աշխատում եմ Ետնաբեմում, ես աշխատում եմ ֆիրմաների համար եւ անհատների համար, ստեղծելով մի բան, որը որ որոշ չափով ես ինքս իմ համար ստեղծել եմ այս տարիների ընթացքում։ Մի գրառում ես արել, որտեղ նշել ես, որ քեզ համար կարմիր գիծ է, երբ հարաբերություններում կարող օրինակ պարզվի, որ դու պետք է հաշիվը փակես որպես աղջիկ։ Սա քեզ համար իսկապես կարմիր գիծ է, թե ընդունելի ես համարում նաև այն, որ կարող են օրինակ հաշիվը կիսել երբեմն աղջիկը եւ տղան։ Իհարկե կարմիր գիծ է։ Ես ինչի պետք է փակեմ հաշիվը այն տղամարդու հետ, ում հետ պատրաստվում եմ կիսել կյանք։ Եթե տղամարդը ինձնից գոնե մի քանի քայլ վերև չի, ինքը ինձ անհետաքրքիր է, որովհետև ես ամեն օր ստեղծում եմ ինքս իմ համար ամեն ինչ ու անում եմ դրա համար քայլեր, աշխատում եմ, նույնիսկ կողքից եմ, որ ասում են մաշ ջան հերիք է, հասկացանք հերիք է, ես տենց ֆանատիկորեն եմ այդ ամեն ինչին վերաբերվում։ Բնականաբար ինձ կհետաքրքրի են տղամարդը, ումից ես կսովորեմ, այլ ոչ թե կսովորեցնեմ, ու բնականաբար ինձ կհետաքրքրի են տղամարդը յուրաքանչյուր առումով, ով ինձնից ուժեղ կլինի։ Բայց օրինակ Եվրոպայում շատ ընդունված է հաշիվը կիսել ու դա չի փաստում, որ տղամարդը թույլ է։ Okay։ Ինչ կապ ունի դա իմ հետ։ Ուզում եմ հասկանալ քո տեսակետը այդ հարցի շուրջ։ Ես այդպես չեմ նայում հարցին, ու իմ համար դա տղամարդու ինքնադրսևորման կետերից մեկն է։ Ես ինքս աղջիկ լինելով բավականին առատորեն եմ ամեն ինչին վերաբերվում, նույնիսկ աղջիկները, որ սեղան ենք նստում, գիտեն բոլորը, որ ես չեմ թողնի որևէ մեկը հաշիվ փակի, ու նույնիսկ վախենում եմ, լավ, մաշ ստեղ անիմաստ կռիվ չդարձնենք։ Թողենք թող հաշիվը փակի։ Իսկ տղամարդուն ես կարող եմ իհարկե կարող եմ կիսել հաշիվն էլ փակել, բայց իմ կարծիքով ես կվիրավորեմ դիմացինից ու այդ իրան դուր չի գա, ինքը իրան այդքան էլ ուժեղ չի զգա։ Մի քիչ պետք է էլի խաղարկել այդ պահը։ Մաշ, քանի որ շատ ճամփորդում ես, պատմիր ինչ բացասական կողմեր ունի շատ ճամփորդելը։ Դրականը ենթադրում եմ, որ շատ է։ Պատրաստ եմ յուրաքանչյուր բացասական կողմի аэроպորտներում անցկացնելու 7 գիշեր անկեղծ ես սիրում եմ այդ ամեն ինչը ինձ այդ ուժ է տալիս կյանք է տալիս ու էներգիա որ գամ ու շարունակեմ զբաղվել այն ինչով որ վառվում եմ այն ինչ որ անում եմ ու ինչ որ միտեղ տենց գալիս է կետ որ սպառվում ես ուզում ես ուժ գտնես միշտ ասում եմ ժողովուրդ հանգիստը դա վլաժենիա ինքը ձեր մեջ որպեսզի դուք ունենաք ռեսուրս ծախսելու ռեսուրսա որպեսզի դուք կարողանաք գալ ու ավելի լավը լինեք մի խնայեք մի մտածեք որ չէ ավելի լավը չծախսեմ հանգստի վրա իսկ հանգստի գումարը անկեղծ եմ ասում ինքը երբ որ ծախսում ես չգիտեմ իմ մոտ տենց է գալիս է հետա գալիս չունի վատ կողմ վատը մի քիչ հոգնելն է բայց դե ոչինչ Մերսի Մաշ, շատ հետաքրքիր ու անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, խոսեցինք։ Ես ինչպես միշտ իմ ստիխիայի մեջ եմ, անկեղծ եմ։ Լավ էր։ Ես հաճելի ինձ այս process-ը, շնորհակալ եմ քեզ հրավերի համար։ Քեզ էլ մերսի։ Ներքևում լիքը լավ կոմենտներ կգրեք, չսկսեք այնտեղ։ Հեսա տեսնենք։
Այսպիսին էր Wing 21-ի Մաշի կյանքի breakpoint-ը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ ու սպասել մեզ հաջորդ շաբաթ։ Breakpoint Բեկումնային պատմություններ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր